Մատթեոս 10-րդ գլուխ։ Հիսուսը իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու բոլոր հիվանդությունները բժշկելու։ 12 առաքյալների անունները սրանք էին. առաջին Սիմոն, որ Պետրոս անվեց, և նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպպոս և Բարթողոմեոս, Թովմաս և Մատթեոս Մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս անվանվեց, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որն էլ մատնեց նրան։ Հիսուսը 12-ին ուղարկեց և պատվիրեց նրանց ասելով. Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք, այլ նախընտրեք գնալ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Երբ գնաք, քարոզեք և ասեք, որ մոտեցել է երկնքի արքայությունը։ Հիվանդներին բժշկեք, բորոտներին մաքրեք, դևերին հանեք, ձրի առակ ձրի էլ տվեք։ Ձեռք մի բերեք ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ պղնձադրամ ձեր գոտիների մեջ, ոչ պարկ ճանապարհի համար, ոչ երկու հագուստ, ոչ կոշիկ, ոչ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։ Որ քաղաքը կամ որ գյուղը մտնեք, հարցրեք, թե ով է այնտեղ արժանավոր, և այնտեղ մնացեք, մինչև ելնեք այնտեղից։ Երբ այդ տունը մտնեք, ողջույն տվեք նրան և ասեք. ողջույն այս տանը։ Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։ Եթե մեկը չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թափ տվեք փոշին ձեր ոտքերից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, դատաստանի օրը Սոդոմացիների ու Գոմորացիների երկրի համար ավելի դյուրին կլինի, քան այդ քաղաքի համար։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագետ եղեք և աղավնիների պես միամիտ։ Զգույշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։ Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։ Բայց երբ ձեզ մատնեն, չմտահոգվեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր Հոգին, որ կխոսի ձեր միջոցով։ Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։ Եվ իմ անվան պատճառով բոլորից ատված կլինեք, բայց ով համբերի մինչև վերջ, նա կփրկվի։ Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախեք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ այնտեղից էլ հալածեն, փախեք դեպի մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի նախքան մարդու որդու գալուստը։ Աշակերտն առավել չէ ուսուցչից, ոչ էլ ծառան իր տիրոջից։ Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքան ավելի նրա ընտանիքի անդամներին։ Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասեք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզեք տանիքների վրա։ Եվ մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում, այլ դուք հատկապես վախեցեք նրանից, ով կարող է թե հոգին և թե մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։ Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ լումայով է վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն իսկ առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Իսկ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։ Արդ մի վախեցեք, որովհետև բազմաթիվ ճնճղուկներից ավելի արժեք ունեք։ Ամեն ոք, ով ինձ կխոստովանի մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առջև, որ երկնքում է։ Իսկ ով ինձ կուրանա մարդկանց առջև, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է։ Չկարծեք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու։ Չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, դստերը իր մորից և հարսին իր սկեսուրից։ Մարդու թշնամիներն իր ընտանիքի անդամները կլինեն։ Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։
Եվ ով չի վերցնում իր խաչը եւ չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ։ Ով ջանա փրկել իր կյանքը առանց ինձ, կկորցնի այն։ Իսկ ով ինձ համար կորցնի իր կյանքը, նրան կփրկեմ։ Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա։ Ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուս մի բաժակ սառը ջուր տա խմելու, իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի։